Ինչ եք կարծում, ինչպես են շատերը հասկանում, որ հենց քեզ պետք է մանիպուլացնել, որ հենց քեզ պետք է հոգեճնշել եւ հենց քեզ կարելի է հեշտությամբ կառավարել։ Ինչ նշաններ ես դու փոխանցում այդ մարդկանց, ովքեր հասկանում են, որ բոլորի միջից հենց դու ես առավել ենթակա այդ ազդեցությանը։ Հարգելի նախ ողջույն, ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն է, եւ մենք այսօր կխոսենք հոգեբանական խոցելիության մասին։ Հոգեբանական թուլությունների մասին, որը ամեն մեկս ունի իր առանձնահատուկ խոցելիությունը, որոնք կարող են նման լինել մյուսներին, կարող են նաև տարբերվել։ Եվ այդ խոցելիությունները այնքան ուժգին ազդեցության ենթակա լծակներ են, որոնց միջոցով պայմանավորվում է մեր վարքը։ Եվ հենց մանիպուլյատիվ մարդիկ կամ լավ նետվորքերները, հավաքագրողները, բանակցողները կարողանում են նկատել քո այդ հոգեբանական թուլությունները, որի միջոցով ազդեցություն ունենալ դրա վրա եւ դրա միջոցով կառավարել ձեր վարքը։ Գրկեմ հարցը. ինչպես են կարողանում, ինչ թիրախ են տեսնում հասկանում մարդիկ, որ դրա միջոցով կարող են կառավարել ձեզ։ Ամենատարածված, ամենաազդեցության ենթակա եւ մարդու մասին պատմող թիրախներից մեկը, այսինքն հոգեբանական այն հատվածը, որի միջոցով կարելի է ազդեցություն ունենալ քո վարքի վրա, ցածր կոնֆլիկտակայությունն է։ Մանիպուլյատիվ, տոքսիկ, նևրոտիկ առանձնահատկության մարդիկ հատկապես թեստավորում են դա։ Դու կոնֆլիկտակայուն ես, թե ոչ։ Դու կարող ես քո անձնային սահմանները պահել, թե ոչ։ Եվ եթե նրանք առաջին քո սահմանները խախտելու փոքր փորձից հետո, օրինակ անունդ սխալ ասեցին, օրինակ իրդ վերցրին, օրինակ ինչ որ մի կատակ արեցին, որ կարելի էր չանել, սահմանը չէր ենթադրում։ Օրինակ մի փոքր այլ կերպ խոսեցին, որը ցանկալի չի ցանկացած անձի հանդեպ։ Ու եթե դու այդ սահմանը չես պահում, ենթադրվում է, որ դու կոնֆլիկտակայուն չես, այսինքն պատրաստ չես մտնել կոնֆլիկտի մեջ։ Դա նշանակում է իրենց համար, որ դու առավել շուտ զոհ ես, քան գիշատիչ։ Իսկ նևրոտիկ, մանիպուլյատիվ տեսակի մարդիկ, գիշատիչ առանձնահատկության նևրոտիկները, ագրեսիվ լցված, վերջինս մարդկանց հակված են գնահատելու իրենց երկու ձևով, ինչպես զոհ եւ ինչպես իհարկե գիշատիչ։ Եվ վերջիններս առողջ հարաբերության մեջ չեն կարողանում մտնել։ Դրանք մշտապես մտնում են եռանկյունու հարաբերության մեջ, մասնավորապես զոհ, փրկիչ եւ գիշատիչ։ Ու նրանք, եթե հասկանում են դու կոնֆլիկտակայուն չես, պատրաստ չես կարող պահել քո անձնային սահմանները, ապա իհարկե դու կդառնաս զոհ, իրենք կդառնան գիշատիչ, եւ դրանով իրենք կկառավարեն քեզ։ Նևրոտիկ տեսակի մարդիկ, հատկապես ագրեսիվ բնույթի, մանիպուլյատիվ բնույթի, կարիք չունեն առողջ հարաբերությունների։ Ինչու՞։ Որովհետև նրանք չեն տեսել կայուն հարաբերություն։ Նրանք մանկությունից սկսած չեն զգացել առողջ հարաբերությունը, չեն զգացել ինչ է նշանակում սիրված լինել, գնահատված լինել, կարևորված լինել, ընդունված լինել, լսելի լինել, չեն զգացել։ Եվ հենց այդ չզգալու պատճառով ձևավորվել են մի շարք հոգետրավմաներ, ու նրանք մինչ այժմ աշխարհը համարում են վտանգավոր, որտեղ պետք է պայքարել։ Այդ իսկ պատճառով նրանք ընկերներ, մտերիմներ, հուզական մտերիմներ չեն փնտրում, վերջինս փնտրում են զոհեր։ Ու եթե հանկարծ հասկանում են, որ դու զոհ չես, դու էլ գիշատիչ ես, դրանք քեզ հանգիստ են թողնում, կամ այլ կերպ ասած, հարգանքով են մոտենում, այսինքն սահմանները չեն խախտում։ Իսկ եթե դու քո կրթվածությունից, դաստիարակվածությունից, կոնֆլիկտ չսիրելու հակվածությունից, հանկարծ մարդիկ չնեղանան եւ այլն նմանատիպ ոչ թե ոչ առողջ, ոչ արդյունավետ միջոցների պատճառով դու պատրաստ ես սահմաններդ զիջել, ապա վերջիններս դա ընկալելու ինչպես թուլություն եւ քեզ ընդունելու է եւ ընտրելու է որպես զոհ։ Հետևաբար միշտ է պետք սիրել սահմանը պահել ու երբեք չվախենալ կոնֆլիկտից, որ հանկարծ կոնֆլիկտ չլինի։ Վստահ եղեք, որքան խուսափեք կոնֆլիկտից, այնքան շատանալու է կոնֆլիկտը նվազագույնը ներսում։ Միգուցե արտաքին հատվածում կոնֆլիկտ չլինի, բայց ներսում լինելու է կոնֆլիկտ։ Իրենց խոսքային մասը չէ, որ դու պետք է լինես կոնֆլիկտացի մարդ ու ամենուր կոնֆլիկտ փնտրել։ Ոչ, բայց նա ով քո սահմանը հետ խախտում է, պետք է պատրաստ լինես քո սահմանը պահելու շատ դեպքերում կոպիտ կերպով,
կտրուկ կերպով շատ դեպքում, որովհետև մարդիկ կան, ովքեր ակնարկելով, ուղիղ ասելով, լավ վերաբերմունքով չեն հասկանում դա։ Եվ շատ շատերի հետ պետք է կոպիտ կտրուկ դնել, նրանք այդ լեզուն են հասկանում, որովհետև տանը իրենց հայր իրենց հետ չի խոսել նուրբ սիրելու լեզվով, խոսել է միայն կոպիտ, եւ նրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Եվ ոնց է կարծում, եթե իր ծնողը մանկությունում հետ խոսել է կոպիտ, կտրուկ, զայրույթով, արժեզրկելով, եւ եթե դու այսօր փորձում ես իրեն քաղաքավարության մոտենալ, որպեսզի չնեղանա, կոնֆլիկտ չլինի, ինքը քեզ կհասկանա քո դաստիարակությունը։ Իհարկե ոչ, վերջինս ես կդիտարկի որպես թույլ, որպես զոհ եւ ամեն գնով կցանկանա ունենալ քո ռեսուրսները։ Հետևաբար, սիրելիներս, պետք է ամեն մեկին մոտենալ իր առանձնահատկությամբ։ Այսինքն, եթե վերջինս կարող է դա անցնել, իհարկե, հուզական ջերմությամբ, հասուն կերպով, առողջ կերպով կարելի է շփվել, բայց եթե մարդիկ չեն հասկանալու, եւ եթե քո ստվածությունը, գրագիտությունը, ընդհանուր ասած բարությունը եթերում են ինչպես թուլություն, իհարկե սահմանը տանցնելու են եւ վերջիններիս հետ պետք է շատ դեպքերում շատ կտրուկ սահման դնել, որպեսզի քեզ ոչ մի դեպքում չի դիտարկել որպես հնարավոր զոհ, ու իրենց համար պարզապես այդ խաղի մեջ, այդ նևրոտիկ խաղի մեջ կդադարես հետաքրքրություն ներկայացնել։ Հիմա սիրելիներս, խոսենք հոգեբանական խոցելիության մասին, քանի որ այնինչ խոսեցինք կոնֆլիկտակայունության, ցածր կոնֆլիկտակայունությունը, կոնֆլիկտից խուսափելը, եւս հոգեբանական թիրախ է։ Անհրաժեշտ է իմանալ, որ շատ շատերս մեր մեջ ունենք ցավոտ կետեր, չբավարարված հատվածներ, որոշակի սահմանափակումներ, ինքնամերժումներ, ցավեր, վերքեր, հոգեբանական, այնպիսին, որոնք մեզ թուլացնում են, այնպիսին, որոնք մեզ սահմանափակում են, այնպիսին, որի հետ մենք չենք կարողանում առողջ ու երջանիկ ապրել։ Դրանք կարող են լինել մեր վախերը, կարող են լինել մեր սահմանափակումները, մեր անինքնավստահությունը, մեր բարդույթները, այն ամենը, որը ինձ ցավեցնում է եւ թույլ չի տալիս սեփական պահանջմունքները բավարարվել եւ ուրախ ապրել։ Դրանք կախվածություններ են, դրանք կարիքներ են, դրանք մարդկանց կարծիքից կախվածություն է։ Դրանք ինչ որ մի երևույթից է կախվածություն, ցանկացած։ Երբ մենք առանց ուրիշի գնահատականի չենք կարող մեզ ինքնավստահ զգալ, երբ մենք առանց ուրիշի գնահատման, կարևորման մեզ լիարժեք չենք կարող զգալ, երբ մենք թմրանյութի պես կախվածություն ունենք այլոց կարծիքից, ու մանիպուլյատիվ տեսակի մարդիկ շատ լավ զգում ու հասկանում են սիրես դա։ Ոչ միայն զգում ու հասկանում են, նրանք դրանք ակտիվ կերպով օգտագործում են։ Այդ իսկ պատճառով նվազագույնը անհրաժեշտ է իմանալ դու ինչ հոգեբանական խոցելիություններ ունես եւ ինչ թուլություններ ունես։ Սիրես այս թեմայով, անձի պրոֆայլինգ թեմայով, այսինքն վարքի վերլուծություն եւ կառավարում թեմայով մենք նախատեսել ենք 50 ժամ տևողությամբ դասընթաց, առցանց դասընթաց, որի ժամանակ ես քայլ առ քայլ ձեզ կներկայացնեմ մարդու հոգեկան ներքին կառուցվածքը, կներկայացնեմ նրա հուզական առանձնահատկությունը, նրա պահանջմունքային ոլորտը, նրա տրավմատիկ ոլորտը, ինչպես է անձը հասունանում, ինչ է նշանակում նևրոտիկ, ինչ է նշանակում հասուն անձ, ինչպես է ղեկավարում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչպես կարելի է անհրաժեշտության դեպքում կառավարել։ Տվյալ դասընթացը առանձնահատուկ պիտանի է, օրինակ HR մասնագետներին, հավաքագրողներին, ռեկրուտերներին, հարցազրույցավարներին, ղեկավար օղակի աշխատակիցներին, գործարարներին, հատուկ ծառայությունների աշխատակիցներին, օպերատիվ աշխատակիցներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին ու ցանկացած անձի, ով անհրաժեշտություն ունի այլ մարդկանց հետ շփման միջոցով ձեռք բերել ռեսուրսներ եւ սեփական դիրքը, սեփական կարողությունը, սեփական ընդհանուր ռեսուրսայինությունը առավել բարձրացնել։ Ներկա ժամանակներում սիրես ամենակարևոր հմտություններից մեկը կարողանալ առողջ կերպով հաղորդակցվել մարդկանց հետ, կարողանալ կանխատեսել մարդկանց վարքը ու կառավարել դրան։ Այս թեմայով սիրելիներս դասընթացի ինֆորմացիան կտեղադրվի տվյալ տեսանյութի մեկնաբանության մեջ։ Եթե հարցեր ունեք, իհարկե կարող եք գրել, որին սիրելիներս սիրով կպատասխանեմ։ Ձեզ հետ պրոֆայլեր Գրիգորի Բադալյանները կարող եք կիսել, եթե լավ որ ձեզ